Փառք Հիսուսին։ Գիտեք, սա կլինի այսօր համ ուսուցում, համ քարոզ կլինի։ Եվ հավատում եմ, որ Տերը խոսա եւ կնորոգի մեր միտքը, մեր սիրտը եւ ավելի շատ կամրացնի մեզ ինքը իր մեջ։ Մենք էլ Տիրոջով կամրանանք։ Քույրս մի լավ վկայություն կամ պատմություն պատմեց, որ մենք շատ ժամանակ, այո, մարդը ունի մեջը մաքուր ջուր, կեղտոտ բաժակը ոնց որ նկարագրեց, հա, կեղտոտ բաժակի մեջ, բայց մաքուր ջուր է։ Ես հիշում եմ ժամանակ եղել, որ դրսում ինչ-որ մեկից ծառայության ժամանակ, հա, երբ որ բանակում էինք դրսում ինչ-որ հարևանից կամ մեկից ջուր էինք ուզում, դե Ղարաբաղում էինք ծառայում, քիչ անմխիթար պայմաններ էր, բայց հենց կեղտոտ բաժակով էին։ Մեկ ջուր հյուրասիրում, որ համ ծարավ ես, համ էլ զզվում ես խմեց, ճիշտն ասած։ Բայց գիտեք, այս բաժակը, դա իմ ու քո մարմինն է։ Իմ ու քո մարմինն է այս բաժակը։ Ինչքան հաճելի է, բայց մեջի ջուրը մաքուր է, օքեյ։ Տերը մեզ սրբացրել է։ Հավատում ենք, ամեն։ Մենք շնորհով ենք փրկված։ Եկեք չլինենք այն մարդկան շարքում, որ միշտ sense լացելով ասում են, մենք մեղավորներս, մենք անարժաններս։ Գիտեք, Տերը մեզ ասում է սուրբ ես, արդար ես, իսկ մենք շարունակում ենք ասենք անարժաններս, մեղավորներս։ Գիտես գլուխդ բարձրացրու, գլուխդ բարձր պայի։ Տերը քեզ սրբացրել է ու քեզ արդար է սարքել։ Ոչ թե քո արդարությունով։ Իմ արդարությունը գնաց է կորել է։ Իմ արդարությունը, երբ որ ես ջրով մկրտվեցի, հասկացա, որ թաղվեց, գնաց իմ արած չարասները գնացին, բայց ես այսօր արդար եմ եւ պետք է ես դա կրկնեմ, որպեսզի սատանայի ականջները լի լինի իմ խոսքերով։ Ես արդար եմ։ Ինչքան սատանային դու հասկացնես, ու սատանան հասկանա, որ դու հասկացել ես, որ դու արդար ես, ինքը ֆռալու է քեզանից հետ գնա։ Գիտեք, ամեն չար բան, ամեն վատ բան դա գալիս է սատանայից, եւ ամեն բարի բան գալիս է Աստծուց, երկնքից։ Աստվածաշունչը պարզ խոսում է եւ ասում է՝ մի խաբնվեք։ Ամեն բարի բան երկնքից է գալիս։ Ամեն չար բան չարից է գալիս։ Եվ երբ որ դու հասկանում ես, որ դու արդար ես, եւ սատանան էլ է դա հասկանում, որ դու հասկացել ես, որ դու արդար ես, նա հետ է քաշում քեզանից։ Դրա համար եկեք հավատանք Հիսուսի արյանը, որ Հիսուսի արյունը մեզ արդարացրել է, ու մենք իր արդարության հանդերձներն ենք կրում։ Երբ որ դու հավատքով վերցնում ես Հիսուս Քրիստոսի արդարության հանդերձները կրում ես, սատանան գործ չունի քո հետ, որովհետև սատանայի ուժը դա օրենքն է։ Եթե դու դեռ կարծում ես, որ դու դեռ ինչ-որ մեղավոր ես, ընկած ես դեռ, ողորմի առավոտի ծիրիգուն ինչ-որ մենք մեղավորներ ես, անարժաններ, այս գիտակցության, երբ որ մենք ապրում ենք, գիտես մենք դառնում ենք թիրախ սատանայի համար։ Ես սա ուղակի օթից չեմ ասում, ես սա վերապրել եմ ու այսօր էլ ապրում եմ։ Եվ երբ որ ես ինքսին վրա հավանում եմ, ասում եմ՝ Տեր, շնորհակալ եմ, որ ես արդար եմ, Հիսուս, քո արդարությունով եմ արդար։ Գիտես, ես զգում եմ ոնց է սատանան փախնում ուղակի։ Եվ դրա համար գին է վճարվել։ Ու այս գինը, սիրելիս, շատ թանկ է։ Մենք պետք է գնահատենք այս գինը ու ինքներս մեր համար է վճարվել այս գինը ու ինքներս միշտ խոսանք, որ մենք արդարացած ենք Տիրոջ առջև, որպեսզի սատանան ոչ մի իրավունք չունենա իմ վրա, քո վրա։ Էլի եմ ասում, սատանան իրավունք է ստանում այն պահին քո կյանքի վրա, երբ որ դու դեռ կարծում ես դու ինչ-որ քո գործերով կարաս լավը կամ վատը լինես, արդար կամ անարդար լինես։ Որովհետև այդ դեպքում, երբ որ դու այդ գիտակցությունով, այդ հավատքով ես ապրում, այդ դեպքում քո մեջ գործում է օրենքը։ Քո մեջ գործում է դեռ պատվիրաններն ու օրենքը։ Ու դու փորձում ես պատվիրանները, օրենքը պահես, լավը լինես քո գործերով ինչ-որ արդարացնես, Աստծուն սիրուն դուրս գաս, եւ այստեղ դու դառնում ես թիրախ առանց հասկանալու։ Գիտես սատանան չի նայում դու դա հասկացար թե չհասկացար։ Ոնց որ Գերմանիայում օրենք կա, չէ՞։ Օրենքը խախտելու, չիմանալու պատճառը չի հանդիսանում, որ դու օրենքը չես խախտել։ Եթե դու անգամ դա չես իմացել, մեկը դու օրենքը խախտել ես։ Տենց էլ հոգևոր աշխարհում իմանաս, չիմանաս, եթե ինչ-որ միտեղ դու ճիշտ հավատքով չես ձևավորված ու քայլում, դու օրենքը մտնում ես օրենքի մեջ եւ սատանան սկսում է իր հարձակումները անել։ Դրա համար ինչա մեզ պետք։ Նախ առաջինը հավատանք, որ մենք արդարացած ենք Հիսուսի արյունով։ Ամեն, կարաս ասես ամեն։
Կարաս ասես ես արդար եմ։ Համարձակասա մի վախեցի։ Հիսուսը իրականում քեզ արդարացրել է։ Հավատա։ Եթե չհավատաս, սատանան դա տենում է։ Սատանան վախենում է քո հավատքից։ Ոչ թե վախենում է թե դու ով ես, քո անունը ոնց է, լավ ու վատ գործից, ինքը ընդհանրապես չի նեղվում դրանից։ Ինքը վախենալու է քո հավատքից։ Երբ որ դու հավատաս եւ ասես Հիսուսի արյունով եմ մաքրված, Հիսուսի արդարությունը ունեմ։ Եվ հիմա այս թանկ բանը, այս հիանալի երկնքի ունեցվածքը ասու, այդ ամենաթանկ բանը ասու Աստված, որ ունի դա Հիսուսն է ու Հիսուսի մեջ այն ինչ որ կա, կյանքն է, հավիտենական կյանքն է եւ ավելցուկով կյանքը, որ Տերը մեզ տվել է, գիտեք, մենք պետք է սա ինչ անենք, գործածենք, որպեսզի մեր առօրյա կյանքում տեսանելի դա լինի։ Ոչ թե մենակ մենք հավատանք, որ փրկված ենք եւ վերջ, դա պետք է ցուցադրելի լինի եւ տեսանելի լինի։ Քարոզի վերնագիրը սենց եմ դրել. Կամուրջ հոգուց դեպի աշխարհ։ Միգուցե հասկանալի չի, բայց քարոզի վերջում կհասկանաք։ Կամուրջ հոգուց դեպի աշխարհ։ Մենք ապրում ենք այս աշխարհում։ Ոնց ենք մենք ապրում այս աշխարհում։ Մեր մարմիններով։ Եթե մեր մարմինը չլինի, մենք այս աշխարհում չենք ապրի։ Բայց քանի որ մենք ունենք մարմին, մենք ապրում ենք այս աշխարհում։ Եվ մենք լավ գիտենք, պարզ հստակ գիտենք, որ Աստված սիրեց այս աշխարհը։ Թե մենակ մեզ սիրեց։ Չէ, սիրեց այս աշխարհը։ Համար Աստված ուզում է խոսա այս աշխարհում։ Աստված ուզում է արտահայտվի այս աշխարհում։ Աստված ուզում է ինքը իրեն ցույց տա այս աշխարհին։ Երբ որ կգա ժամանակը, այո, ինքը կգա։ Մենք գիտենք, որ Հիսուսը կգա ու բոլորը իրան կտեսնեն։ Բայց մինչև Հիսուսի գալը ինքը հիմա էլ է ուզում իրան ցույց տա այս աշխարհին։ Քո միջոցով, իմ միջոցով։ Եվ մենք պետքա ունենանք այս կամուրջը, ես այսօր այս կամուրջից եմ ավելի շատ խոսալու, այս կամուրջը, որտեղ մենք թույլ կտանք, որպեսզի Աստված հոգուց գա այս աշխարհ։ Մենք թույլ տանք, որպեսզի մեր միջոցով Աստված գա այս աշխարհ։ Եկեք մի տեղ կարդանք։ Առաջի Թեսաղոնիկեցիների 5:23 խոսքը։ Եվ ինքը խաղաղության Աստված ձեզ ամբողջովին թող մաքրի։ Նայեք ինչ ասում։ Ու ձեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Այս խոսքը բացահայտում է, որ մենք ունենք մի կարևոր ճշմարտություն։ Մարդը միայն մարմին չէ, ոչ էլ միայն հոգի։ Մարդը ստեղծված է որպես եռամաս էակ։ 3 Աստվածաշունչը ստեղ խոսած 3 հոգի, շունչ եւ մարմին։ Մարդը ամբողջությամբ մարդը ոնց կա, հոգի, շունչ եւ մարմին, ինքը պետքա դառնա Աստծու կյանքը կրողը, Աստծուն կրողը ամբողջությամբ, ոչ թե մենակ հոգու մեջ հասկանանք իմ Աստված իմ հետ է, այլ Աստված պետքա լցնի համ մեր հոգին, որը փրկված է Հիսուսով, որը նորստին ծնունդ ունի, համ մեր անձը, շունչը, այսինքն համ մեր մարմինը Աստված պետքա լցնի։ Հիմա տեսեք, կա մարմին, կա հոգի, որը փրկված է, չէ՞։ Այն հոգու խորքում, այն Հիսուսը նոր ծնված էակ, նոր ծնված հոգի, որը Հիսուսին է պատկանում եւ սուրբ է։ Չէ՞, մենք գոչում ենք Աբահայր։ Մենք ասում ենք Տեր, Հիսուսը մեր փրկիչն է, մենք ունենք այդ հայտնությունները մեր հոգու մեջ, բայց նաև կա մարմին, որը ապրում է այս աշխարհում։ Հիմա մեկը մյուսին շատ դեպքերում չի համապատասխանում։ Այս կեղտոտ բաժակի օրինակն է։ Շատ դեպքերում քրիստոնյաների կյանքում, մեկը հենց իմ կյանքում էլ է շատ եղել։ Ես, գիտեք, պարզ լինեմ, ես չեմ ասում հիմա կատարյալ սուրբ եմ, բայց ընթացքի մեջ եմ։ Ես հասկանում եմ այս սկզբունքը եւ ուզում եմ, որպեսզի այսօր բոլորս հասկանանք, թող եկեղեցին հասկանա Աստծո սկզբունքը, որպեսզի մենք լինենք գործողության մեջ։ Ոչ թե միայն հավատանք, որ փրկված ենք, այլ հասկանանք ինչ է Աստված ուզում մեզանից։ Ինչ մենք պետք է անենք։ Ամեն մարդ, ով Աստծուն հանդիպել է, զգացել եք առաջինը ինչ ասում։ Ինչ պետք է անեմ, Տեր։ Մենք միշտ մի բան պետք է անենք։ Կամ մենք ունայնությունով ենք զբաղվելու, չենք հասկանալու Աստծո գործը, կամ էլ հասկանալու ենք ինչ պետք է անենք ու սկսելու ենք գործել։ Եկեք մի քիչ մարդուն հիմա քանդենք, բաժանենք մասերի, հոգին, շունչը եւ մարմինը բաժանենք մասերի, հետո էլ կհավաքենք իրար։ Okay, որպեսզի ավելի պարզ ու հասկանալի լինի։ Տեսեք, հոգին։
Հոգին Աստծո հետ հաղորդակցության վայր է։ Հոգին, մարդու հոգին, դա վայր է, որտեղ Աստված բնակվում է։ Աստվածաշնչում, երբ որ լսում եք սիրտ արտահայտությունը, Աստված սիրտ է քնում, սիրտ է նայում եւ այլ, դա հենց նշանակում է քո հոգին, սիրտը դա քո հենց կենտրոնն է, տեղից է ամեն ինչը սկսվում։ Հովհաննես 4:24 մի խոսք կարդանք։ Աստված հոգի է, Հիսուսը ասում է, եւ նրան երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությամբ երկրպագեն։ Այսինքն, Հիսուսը մեզ պարզ բացատրում է, երբ որ մենք հասկանում ենք, որ Աստված հոգի է, Աստծուն ոնց պետք է երկրպագենք, հոգով ու ճշմարտությամբ։ Սա վերջ է դնում ամեն կրոնի։ Հիսուսի խոսքը հոգով եւ ճշմարտությամբ։ Այսինքն դու Աստծո հետ միայն մեկ ճանապարհով կարող ես կապ պահպանել եւ շփում ունենալ քո հոգով, ոչ թե քո ֆիզիկական մարմնով, ոչ թե քո շնչավոր էությունով, այլ քո հոգևոր էությունով։ Հիսուսը տենց է սովորացնում։ Շատ կարևոր է, որպեսզի քրիստոնյան լինի հոգևոր քրիստոնյա, ոչ թե շնչավոր քրիստոնյա։ Գիտեք, շնչավորի մեջ, շնչավորը հեսա կհասնենք շնչավորի։ Շնչավորի մեջ դու չես կարող Աստծուն հասկանաս։ Դու չես կարող քննես Աստծո խոսքը, դու չես կարող հասկանաս Աստծո խոսքը, եթե շնչավոր մակարդակի մեջ ուզենաս նրան ծառայես եւ նրան երկրպագես։ Շատ կա այսօր, շատ կա նման դեպքեր։ Բայց շնչավոր մարդը ինքը կարող ամբողջ կյանքը անգամ Աստվածաշունչ կարդա, Աստվածաշնչյան դպրոցներ սովորի ավարտի, բայց Աստծուն չհասկանա։ Աստծուն չգիտենա, չիմանա Աստծուն, որովհետև ինքը փորձում Աստծուն իր շնչով, իր շնչի մակարդակով հասկանա ու ճանաչի, բայց դա հնարավոր չի։ Հիսուսը ասում է Աստված հոգի է եւ Աստծուն երկրպագողը պետք է հոգով երկրպագի։ Միակ վայրը, որտեղ մենք կարանք Աստծուն ճանաչենք, դա մեր հոգու տեղն է, դա մեր հոգին է։ Դրա համար սիրելիներս, եթե ուզում ես Աստծո ձայնը լսես, հոգով պետք է դրա ձայնը լսես։ Դու պետք է զգաս, տարբերությունը դու պետք է զգաս քո մեջ, թե որն է քո հոգևոր բաժինը, որն է քո շնչավոր բաժինը, որն է քո մարմնավոր բաժինը։ Երեքն էլ կարևոր են, բայց երեքն էլ ունեն իրանք իրանց ֆունկցիան։ Երեքն էլ ունեն իրանք անելիքը։ Դրա համար այսօր թող Տերը թույլ տա, մենք կարողանանք այս ամեն ինչը բաժանենք ու հավաքենք իրար վրա։ Սա կլինի մի քիչ ուսուցողական այսօրվա քարոզը։ Տեսեք, հոգին, հոգու ատրիբուտները որոնք են։ Հաղորդություն Աստծո հետ, հոգին ինչ է անում։ Հաղորդակցվում է Աստծո հետ, այսինքն նրա գործը, նրա մի մասնիկը հոգու, որի ինքը միշտ հաղորդակցություն ունի Աստծո հետ, շփում Աստծո հետ։ Այդ վայրն է հոգին։ Երկրորդը, դա ինտուիցիան է։ Երբ որ քեզ ինչ-որ հայտնություններ է գալիս է քո հոգու մասնիկ, որովհետև ինտուիցիա, մենք շատ ենք լսել, չէ՞ այդ բառը։ Ինտուիցիան դա հոգի է, հոգու բաժին է, հոգու մաս է քո, որտեղ դու ստանում ես ինֆորմացիա, որտեղ դու ստանում ես ինչ-որ մի հայտնություն, որը Տիրոջից է գալիս, կամ ուրիշ տեղից։ Մենք հիմա խոսում ենք մեզանից, ուրիշ բաների մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք մեզանից, որ Հիսուսը մեզ նոր ծնունդ է տվել, նոր հոգի, եւ մենք հայտնություն ենք ստանում մեր ինտուիցիայով, որը հոգու բաժին է։ Եվ ինչ այլի պարունակում մարդու հոգին։ Խիղճ։ Եվ խիղճը հոգևոր բան է, հոգևոր մաս է քո, որտեղ էլի կա Աստված, որ քո խիղճը հանգստանում է։ Ես անցած անգամ կարծեմ, ինչքան հիշում եմ, ստեղ խոսացի, որ երբ որ մարդու խիղճը հանգիստ է, դու ասում ես ինչ խաղաղ եմ ես։ Որ Հիսուսը ասում է, ես ձեզ տալիս եմ իմ խաղաղությունը, դա նշանակում է ինքը հպվում է քո խղճին։ Իր խոսքը հպվում է քո հոգուն, որտեղ կա քո խիղճը եւ դու խաղաղվում ես։ Ինչի ենք մենք խաղաղ։ Ես նոր ասեցի, որովհետեւ մենք պարզ հասկանում ենք, որ ես արդարացած եմ Աստծո դիմաց։ Հիսուս Քրիստոսը ինձ հագցրեց իր արդարության շորերը։ Աստված դեմ չի։ Հայրը դեմ չի Քրիստոսին, ինչ որ Քրիստոսը արել է, դեմ չի, ինքը ընդունում է Քրիստոսի արածը, որտեղ Հիսուսը արյուն թափեց։ Ինչ որ Հիսուսը անում է իմ ու քո համար, դա գովելի է եւ դա ընդունելի է հոր առջև։ Հայրը ընդունում է դա։
Երբ որ տեսնում անգամ քո վաստակածը չի դա քո հագուստը, որ դու այսօր կրում ես, վրան գրածա արդար։ Նա հասկանում է լավ էլ հայրը, որ Հիսուսն է քեզ հագցրել այդ հագուստը, բայց նա քեզ ընդունում է, որովհետև Հիսուսը քո համար վճարել է։ Արունը թափվել է։ Մեղքի վարձքը մահն է։ Մահացողը մահացել է։ Հիսուսը գնաց մահացավ։ Հիսուսը արունը թափեց, վճարը կատարվեցավ։ Եվ նա կենթանի է, կենթանացավ, որպեսզի մեզ էլ արդարացնի, եւ մենք արդարանում ենք Հիսուսով։ Գիտես, այդ ժամանակ քո խիղճը հանգստանում է։ Մենք մեր հավատքից մեր խիղճը կարանք հանգստացնենք կամ անհանգստացնենք։ Երբ որ քո խիղճը անհանգստանում է, դա էլի հավատքի հետ կապ ունի, բայց արդեն սուտ հավատքի հետ կապ ունի։ Երբ որ քո խիղճը անհանգիստ է անընդհատ, կամ դու գիտակցաբար ինչ-որ մեղքի մեջ ես մտել, որտեղ խիղճդ անհանգստացնում է քեզ, չապաշխարած մեղք, երբ որ կա, քո խիղճը սկսում է քեզ անհանգստացնել։ Կամ էլ քո հավատքը ճիշտ չի հաստատված քո մեջ։ Կամ էլ սատանան ինչ-որ խաբուսիկ հավատք է բերել, որտեղ դու կարծում ես քո գործերով պետք է խիղճդ հանգստացնես կամ արդարացնես, ոչ։ Միակ տարբերակը, որպեսզի մեր խիղճը լինի հանգիստ ու խաղաղություն ունենա մեր հոգին, դա ունենանք ճիշտ ճշմարիտ հավատք եւ ապաշխարած լինենք։ Գիտես, մենք պետք է զգուն լինենք, որպեսզի եթե շատ անգամ մենք անում ենք, որտեղ մենք դեռ ապրում ենք այս աշխարհում, բայց կատարյալ է այն մարդը Աստվածաշունչը ասում է, որ ոչ մի ավելնորդ խոսք նրա բերանից դուրս չի գալիս։ Ինչքան անգամ մենք ավելնորդ բաներ խոսում։ Շատ անգամ, չէ՞։ Բայց Աստծո խոսքը, եկեք հասնենք այն կատարելությանը, երբ որ մեր բերանի բառերը մաքուր կլինեն։ Երբ որ դու ինքդ կզգաս, կնկատես, որ քո բերանի բառերը մաքուր է դուրս գալիս, այդ ժամանակ դու լրիվ խաղաղություն կունենաս։ Ամբողջովին քո խաղաղությունը քո սրտի մեջ կլինի։ Բայց քանի որ դու զգում ես միտքը ինչ որ կարող է դու չարտահայտես, բայց մտքիդ մեջ այդ նույն խոսակցությունը լինի։ Գիտես, միշտ պետք է ապաշխարենք, որպեսզի խիղճը հանգստանա։ Աստված Հիսուսը կանգնած է ու միշտ պատրաստ է մեզ ներելու։ Նա միշտ պատրաստ է։ Ասում է երեխեք, որ մեղանջեք էլ մի ընկած մնացեք։ Իմացեք, որ Հիսուս Քրիստոսը ձեր ու հոր մեջտեղն է։ Նա կենթանի է, նա չգնաց մահացավ ու մնաց գերեզմանում, ոչ, նա հարություն առել, որպեսզի արդարացնի մեզ։ Դա հիանալի է։ Գիտեք, սրան պետք է հավատանք։ Սրան պետք է հավատանք, որպեսզի ապրենք խաղաղ։ Ամեն։ Սա ինչ վերաբերվում էր մեր հոգուն։ Գնանք առաջ։ Մի տեղ էլ կարդամ, հետո առաջ կգնանք։ Հովհաննես 6:63-ում գրած է. հոգին է կյանք տվողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ձեզ ասեցի, հոգի է եւ կյանք։ Հիսուսը ստե պարզ բացատրում է, որ կյանքը սկսվում է մեջից, եւ կյանքը սկսվում է հոգուց, եւ կյանքը սկսվում է մարդու սրտից, եթե Հիսուսի խոսքը այնտեղ տեղ ունի։ Եթե Հիսուսի խոսքը այնտեղ ընդունելի է, երբ որ մենք ընդունում ենք Հիսուսի խոսքը ինքը ընդեղ է, մենք ունենք ուռա, խաղաղություն, փառք Հիսուսին։ Ամեն։ Հիմա մեր գործը ի՞նչն է։ Ինչ անենք Տեր, որպեսզի այս խաղաղությունը, այս ուրախությունը, այս հանգստությունը բերենք ցույց տանք այս աշխարհին։ Միգուցե դու ունես այդ խաղաղությունը, այդ ուրախությունը, այդ հանգստությունը, այդ փրկությունը, դու գիտես, որ դու որդի ես, դուստր ես, բայց չես կարողանում արտահայտես։ Ուր արտահայտենք։ Մեր մարմնից դուրս արտահայտենք։ Մեր մարմինը պետքա ցույց տա, արտացոլի Աստծուն։ Ինչ է մարմինը։ Մարմինը դա դրսևորման գործիք է այս աշխարհում։ Էս է մարմինը։ Մենք գիտենք մարմինը ունի 5 զգայարաններ, ճիշտ է, հիմա չթվեմ, որոնց գիտենք՝ լսողություն, տեսողություն, զգացողություն եւ այլ եւ այլ։ Մարմինը հիմնականում ինքը դրսևորում է, ինքը գործիք է այս աշխարհում, որպեսզի դրսևորվի։ Ոնց քո էմոցիան քեզ կթելադրին, հենց էս դրսևորում, ոնց քո միտքը քեզ խոսացնի, տենց էս դրսևորում։ Այսինքն մարմինը ումով է դրսևորվում։ Քո շնչով։ Քո շնչով։ Հռոմեացիների 12:1-ում գրած է. Արդ Աստծու ողորմությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրներ, որ ձեր
մարմինները մատուցեք կենթանի զոհ, սուրբ եւ աստվածահաճո, դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Գիտես, Հիսուսը որ ասում է քո մարմինը հանձնի, նա սպասում է քեզանից գործողություն։ Նա սպասում է քեզանից քո հավատքից դուրս եկած գործողությունները։ Եթե մեր հավատքը չգործածենք, նա մի օր մահանալու է։ Եթե երեխան ծնվում է, բայց չի շնչում, մի օր դադարում է շնչել, կամ մի օր էլ ասում է, ես չեմ ուզում քայլեմ, ես ուզում եմ մենակ պարկեմ։ Մեկ էլ քիթ բերանը սենց պահեք, թեղտվեմ, նա կմահանա։ Գիտեք, հավատքը, որ արդեն ստեղծնվել է, այդ հավատքը, այդ սրբությունը, այդ խաղաղությունը, այդ ուրախությունը, ինքը պետք է գործողություն ունենա։ Դրա համար Աստված մեզ չի տվել, որպեսզի պահենք ու ծածկենք։ Այն ծառայի պես, հիշում եք, մի տեղերը մեկին 1 տաղանդ տվեց, մեկին 2, մեկին 5։ Եվ այն ով մեկը ստացավ, ինչ ասեց վերջում, որ Տերը եկավ հաշիվ պահանջելու։ Ասեց Տեր, ես գիտեմ, դու ինչ ուզում են էլ անում ես։ Գիտեք, էդի որ մարդիկ են տենց ասում, որ ճակատագրին են հավատում, դե ճակատագիր է, կլինի։ Եթե Տերը կուզենա կլինի, մի րոպե, բայց Տերը քեզ ստեղծել է իր նման, որպեսզի դու գործես։ Եվ ծածկեց ինքը, ոչ մի բան չարեց, ծածկեց այն ինչ որ ուներ։ Ոչ մի գործողություն չարեց։ Շատ թե քիչ բոլորս հասկանում ենք, որ մենք փրկված ենք։ Մեկը միգուցե ավելի շատ է հասկանում, մեկը միգուցե մի քիչ ավելի քիչ է հասկանում, բայց փաստը բոլորս էլ լավ գիտենք, որ մենք փրկված ենք։ Մեր խիղճը հանգիստ է։ Մեր սիրտը ասում է՝ «Փառք ես Հիսուս, ես քո զավակն եմ»։ Ինչ ես անում դու քո հավատքի հետ։ Գործի ես դրել քո հավատքը, որպեսզի ավելանա, թե ուղղակի ծածկել ես ու քո համար ապրում ես։ Դրա համար տեսեք Տերը ստեղ ինչ է ասում Պողոսի բերանով առաջի խոսքը, որ կարդացի, «Արդ Աստծու ողորմությունով աղաչում եմ ձեզ»։ Պողոսը անգամ գալիս է այն կետին, որ ասում է աղաչում եմ ձեզ։ Գիտեք խի ինքը ասում։ Մենք շատ անգամ տեսնում ենք Պողոսը երբ է ուրախանում։ Նա ուրախանում է, երբ որ տեսնում է եկեղեցին սիրո ու հավատքի մեջ է քայլում։ Գրածա ես ուրախացա, որտեղ լսեցի, որ դուք սիրո ու հավատքի մեջ եք քայլում։ Դուք սիրո ու հավատքի մեջ եք ապրում։ Ոչ թե դա դուք ծածկել եք ձեր մեջ, որ դուք մեր Աստված ունենք, մեր Աստված մեր հետ է ու վերջ, ոչ ձեր գործերը ցույց է տալիս ձեր հավատքը։ Հակոբոսը միտեղ ասում է գործերը առանց հավատքի մահացած է, հավատն էլ առանց գործերի մահացած է։ Հիմա Աստված ուզում է, որպեսզի մենք ցույց տանք մեր հավատքը մեր գործերով։ Ամեն։ Դրա համար Աստված ինչ է ուզում մեզանից։ Ասում է ձեր մարմինները հանձնեք ինձ որպես կենդանի զոհ։ Եթե մենք դա չանենք, չհասկանանք ինչ է Աստված մեզանից ուզում, մեր մարմինը ապրելու է այս աշխարհիկ կյանքով։ Մեր մարմինը սնուցվելու է դրսից, աշխարհից, այսինքն աշխարհն է սնուցելու քո մարմինը, աշխարհն է ցանելու իր սերմը քո մարմնի մեջ, որի վարձքը կարա մահ լինի, որովհետև քո շունչը տկար կմնա։ Հիմա կհասնեմ շնչի, ես հիմա լրիվ կբացեմ այս ամեն ինչը։ Դրա համար մեր մարմինը պետք է սնուցվի ոչ թե դրսից արտաքնից, ոչ թե այս աշխարհը սնուցի, այս աշխարհի ինֆորմացիան սնուցի իմ մարմինը, թե ոնց ես պետք է հագնվեմ, ոնց ես պետք է շարժվեմ, ոնց ես պետք է ինձ պահեմ։ Այսօր այս աշխարհը ուզում է բոլորին իրար նմանացնի։ Առաջ մի քանի 100 տարի առաջ տարազներ գոյություն ունեն, հիշում եք։ Հայերը ունեին իրանց տարազը, թուրքերը ունեին իրանց, ռուսները ունեին իրանց տարազը, ամեն ազգ իր կուլտուրան ուներ, իր ձևը ուներ։ Բայց այսօր այս աշխարհը ուզում է այսպես բոլորին, այսպես լղոզելա ու բոլորին իրար նմանացնում։ Սկսած հագու կապից։ Ես չեմ ասում լավ ու վատը սրա մեջ, ես չգիտեմ։ Բայց ես տեսնում եմ, որ այս աշխարհը այսօր բոլորին այսպես խառնել է իրար։ Այն կարգի, որ անգամ եկեք մեր հայ ազգից խոսանք։ Մենք մեր լեզուն անգամ կորցրել ենք։ Մենք պարզ գիտենք, որ այսօր պարզ մաքուր հայերենով չենք խոսում։
Այնքան այսպես խառնած թուրքերեն, պարսկերեն, ռուսերեն բառեր կա մեր հայերենի մեջ, որ դա մաքուր հայերեն չի։ Ես մեկ-մեկ բարի նախանձով նախանձում եմ գերմանացիներին։ Երբ որ լսում եմ իրանց խոսալը, իրանց լեզուն, ասում եմ բարի նախանձով եմ նախանձում։ Ասում եմ, այս մարդիկ խոսում են իրանց լեզվով, մաքուր իրանց լեզվով։ Իրանք չեն խառնում իրանց լեզվի մեջ օտար լեզվի բառեր։ Գիտես Աստված ուզում է, որպեսզի այս մարմինը, որ քեզ ա տվել, այս մարմինը դառնա Սուրբ Հոգու տաճար։ Սուրբ Հոգու տաճար, ոչ թե աշխարհի համար այս մարմինը ապրի, գործի, աշխատի, փող աշխատի, շատ աշխատի, քիչ աշխատի, առնի, ծախի եւ այլ։ Առաջին նպատակը քո մարմնի, որպեսզի քո մարմինը լինի Սուրբ Հոգու տաճար։ Երբ որ քո մարմինը կլինի իրականում Սուրբ Հոգու տաճար, հավատա, որ բոլոր հիվանդությունները, բոլոր խնդիրները, ինչ որ գալիս կպնում է քո մարմնին, ինքը տեղ չի ունենա այդտեղ, որտեղ դա էլ քոնը չի։ Սա Հիսուսի մարմինն է։ Գիտես հիվանդությունը կգա, բայց ոնց եկել է, տենց էլ հետ կգնա։ Որտեղ երբ որ ես հիվանդանում եմ, միտեղ ես ցավում եմ, միտեղ ասում են դու հիվանդ ես, ես ասում եմ Տեր, դու ես այս մարմնի Տերը։ Ես հավատում եմ, որ քո վերքերով ես բժշկված եմ։ Սա էլ իմը չի։ Ես չեմ ուզում այս մարմինը ապրեմ օգտագործելով այս աշխարհում իմ համար։ Պողոսի նման եկեք լինենք։ Սա լավ դիրք է եւ ճշմարիտ դիրք է։ Պողոսի բռնած դիրքը սա ամենաճշմարիտ դիրքն է։ Որ ասում է ես էլ չեմ ապրում, այս աշխարհը իմ համար խաչված է, ես էլ այս աշխարհի համար խաչված եմ, բայց ապրում եմ Քրիստոսի համար։ Եվ ինչ է անում Պողոսը, թույլ է տալիս, որպեսզի իր մարմինը արտահայտի եւ գործիք լինի իր մարմինը այս աշխարհում։ Աստծու գործիք լինի։ Աստծուն արտահայտի։ Մենք ու հավերժ չենք այս մարմիններով ստեղ։ Մենք շատ լավ գիտենք, որ այս մարմինները մահկանացու մարմիններ են, ընկած մարմիններ են։ Եկեք շատ նշանակություն ու շատ տեղ չտանք այս մարմնին, որպեսզի ինքը իր ուզածը անի, որպեսզի ինքը իր կոմֆորտը վերցնի, նստի իր կոմֆորտի մեջ եւ ապրի սենց։ Ես փրկված եմ, հալելույա, փառք Հիսուսին, կգնամ եկեղեցի կգամ, մարմինս էլ դնեմ կոմֆորտի մեջ, ոնց ուզում ա թող ապրեմ։ Մի րոպե։ Աստված ասում է քո մարմինը իմ տաճարն է։ Աստված ուզում է, որպեսզի արտահայտվի քո մարմինի միջոցով։ Երբ որ ասում եմ քո մարմին, դա նշանակում է քո ոտքերը, որը գնում է Հիսուսի համար, քո ձեռքերը, որը ծառայում է Հիսուսի համար, քո շուրթերը, որը խոսում է ավետարան, խոսում է նրա խոսքը, սրա համար է մեր մարմինը։ Եկեք ամեն մեկս անկեղծ լինենք։ Այս եկեղեցին անկեղծության եկեղեցի է։ Ամեն ինչ անկեղծ է ստեղ լինելու։ Ամեն մեկս պետք է մեր հետ անկեղծ լինենք, որտեղ երբ որ դու քո հետ անկեղծ ես, Աստված էլ է քո հետ անկեղծ լինելու։ Եվ սիրելիս, եկեք թույլ տանք, որպեսզի ինչ որ մենք ունենք, Տիրոջը ծառայի։ Անձը, գիտեք, անձը ես սենց անվանեցի այս քարոզի մեջ, անձ դա քո շունչն է, ռուսերեն ասած դուշա, գերմաներեն դա զել է, որը կամուրջ է հանդիսանում քո հոգու եւ քո մարմնի միջև։ Դա քո անձն է։ Եվ ամեն ինչ, ամեն որոշումները, ամեն միտքը եւ քո բոլոր էմոցիաները դրված է քո անձի մեջ, քո անձի ատրիբուտները, դա քո միտքն է, քո կամքն է եւ քո էմոցիաներն են, եւ քո զգացմունքներն են, հայերեն ասած։ Սա քո անձն է, այսինքն քո անձը ոչ մեկ չի կարա շրջանցի, ոչ Աստված կարա քո անձը շրջանցի, այսինքն հոգուց շրջանցի անձը գա քո մարմին, որպեսզի ինքը իրան արտահայտի քո մարմնի մեջ, դա չի կարա անի Աստված։ Գիտեք խի, որտեվ ինքը տենց է ստեղծել։ Անձը ինքը իր նման է ստեղծել մարդուն, որ պետքա լինի որոշում, հստակ որոշում։ Երբ որ քո անձը որոշում է, որ Տիրոջը թողնի, թույլ տա, որպեսզի այս կամուրջը Տերը օգտագործի եւ գա արտահայտվի քո մարմնի մեջ, երբ որ քո որոշումը կա, Տերը գալիս է։ Երբ որ քո որոշումը չկա, Տերը չի գալիս։ Մենք կարանք թույլ տանք, որպեսզի մեր միտքը լցված լինի Տիրոջով։ Մեր ընտրությունները լինեն Աստծու խոսքով։ Հիսուսը որ գա,
ինքը չի ուզում քեզ տեսնի մենակ ստեղ փրկված։ Ինքը ուզում է տեսնի քո անձը ներշնչված իր հոգով, քո այս կամուրջը լի Աստծո լույսով։ Եվ այդ ժամանակ ինքը տենում է կենթանություն։ Այդ ժամանակ ինքը տենում է իր գործը մեջդ։ Երբ որ մենք թույլ ենք տալի, որպեսզի Աստծո խոսքը մեր կամուրջի վրա լինի, այսօր կամուրջ, որ ասում եմ, հասկացեք, դա ձեր անձն է, ձեր շունչն է, որը կապում է Աստծո հոգին ու ձեր մարմինը։ Հիսուս ասում է, ոչ ամեն մեկը ինձ ասողը Տեր, Տեր, Աստծո արքայությունը կմտնենք, այլ այն, ով իմ հոր խոսքերը կատարում էր ու կատարում է։ Հիմա եթե ես անձ եմ, ես գիտեմ, որ մենք բոլորս անձ ենք, մենք ունենք անձ մեր մեջ։ Եթե ես վերցնում եմ Աստծո խոսքից եմ որոշումները անում, եթե իմ ընտրությունները, իմ միտքը գրավում է Աստծո խոսքը, ես միշտ բաց եմ պահում այս կամուրջը Տիրոջ համար, որպեսզի Տերը միշտ կարողանա իր ուզած ժամանակ արտահայտվի իմ մարմնի միջոցով այս աշխարհում։ Անձի մեջ քո կամրջի վրա միշտ պատերազմ կա, որտեվ այս կամուրջը բաց տեղ է ինքը։ Ինքը այնքան բաց տեղ է, որ ստեղ կարա Աստված գա եւ ստեղ գալիս է նաեւ Սատանան։ Եվ ստեղ գնում է պատերազմը քո մտքի մեջ, թե դու ում ես թույլ տալիս։ Ինչ ես թույլ տալիս։ Ամեն մեկը իր փայ իր կողմից ուզում է արտահայտվի։ Աստված էլ է ուզում արտահայտվի այս աշխարհում, Սատանան էլ է ուզում այս աշխարհում արտահայտվի։ Երեք էր թե երեք չառաջ օրը մետրոյում մի տղա մի հատ աղջիկ այսպես գրկեց ու ընկավ մետրոյի տակ։ Երկուսն է մահացան։ Վանսբեկ մարկի մետրոյում։ Չեք լսել։ Այսինքն վերջի վարկյան, որ ասենք մետրոն գալիս է, ասել է ես քեզ հետս կվերցնեմ ու այսինքն վերցրելով ընկել են երկուսն էլ մետրոյի տակ։ Հիմա հարց. ով արտահայտվեց այդ տղու միջոցով։ Սատանան։ Գիտես Սատանան ինքը շատ վտանգավոր է։ Նենց չի որ այդ տղեն սեն սիրուն, խելոք, սուրբ, լավ ապրել էր ու մի վարկյանում տենց եղավ։ Չէ, ինքը շատ ժամանակ թույլ էր տվել, որպեսզի Սատանան իր միջով արտահայտվեր, գործեր։ Գիտեք, Սատանան ուզում է մարդուն հասցնի այն բարձր մակարդակի հոգևոր, այսինքն ոչ հոգևոր, ոգեշնչված իր ոգով, որպեսզի մարդը պատրաստ լինի անելու ամեն պիղծ վատ գործ, ամեն տեսակի հանցագործություն։ Նա կամաց է սովորացնում մարդուն։ Փոքր վատ բաներից, փոքր մեղքերից, այսինքն բարձրացնում է, որպեսզի հասցնի ավելի ամենամեծ վատ հանցագործությունների, որպեսզի մարդիկ կատարեն։ Եվ այդ հանցագործությունների հետևում կանգնած Սատանան։ Ինքը ուրիշ ձև չէր կարա դա անել։ Հիմա հարց, Սատանան ո՞նց կարար այս աղջկան վերցներ գցեր այդ մետրոյի տակ։ Ոչ մի ձև, որտեվ Սատանան հոգի է։ Նա ֆիզիկական մարմին չի, նա չէր կարա դա անել։ Բայց նա կարար օգտագործեր ինչ-որ մի մարդու, որին արդեն շատ երկար ժամանակ պատրաստել էր նման հանցանքի համար։ Ես ուզում եմ այսօր որ դու հասկանաս, որ հոգևոր աշխարհը ինքը ռեալ է ու ինքը արտահայտվում է այս ֆիզիկական աշխարհում իմ ու քո միջոցով։ Ում որ մենք թույլ կտանք, նա էլ կարտահայտվի մեր միջոցով։ Թե Աստծուն, թե Սատանային։ Նույնն էլ Աստված, երբ որ մենք Աստծու հետ ունենք փոխհարաբերություն, մենք Աստծու խոսքը սիրում ենք նախ առաջինը։ Մենք սիրում ենք ճշմարտությունը։ Գիտես, երբ որ դու ճշմարտությունն ես սիրում, բարին ես սիրում, դա Աստծու մասին է։ Բարին Աստված է, ճշմարիտը Աստված է, ողորմությունը Աստված է, ներողամտությունը Աստված է, սերը Աստված է, խաղաղությունը Աստված է։ Եթե դու այս բաները սիրում ես, շփում ունեցի Աստծու հետ, որպեսզի քո կամուրջը լինի Աստծու լույսով, այս բաներով։ Որպեսզի Աստծու խոսքը եւ Աստծու կամքը լինի քո մտքում, քո որոշումների մեջ եւ քո էմոցիաների մեջ։ Երբ որ Աստծու խոսքը, Աստծու կամքը, Աստծու սերը եւ Աստված կլինի քո շնչի մեջ, քո էմոցիաների մեջ, քո ընտրությունների եւ քո մտքի մեջ,
Քո մարմինը ուզես չուզես արտահայտելու է Աստծո կամքը այս աշխարհում։ Ու այդ դեպքում, երբ որ մենք աղոթք ենք անում, ասում ենք. Տեր, թող քո կամքը լինի։ Անում ենք, չէ՞ բոլորս։ Այն տերունական աղոթքի մեջ այնքան պունկտեր կա, որ չի բռնում մեր ապրածի հետ։ Ներիր, ոնց որ մենք ենք ներում, քո կամքը թող լինի։ Իրականում Տիրոջ կամքը մենք արտահայտում ենք։ Թե ուղղակի մեր համար ենք ապրում։ Եկեք անկեղծ լինենք էլի։ Եկեք ապրենք նենց, որպեսզի այն աղոթքը անելուց, այն տերունական աղոթքը, շատ անգամ ասում են, խիչ եք անում այդ աղոթքը, շուշուտ արեք եք։ Գիտես, մենք պետք է նախ առաջինը սովորենք ապրենք այդ աղոթքի համեմատ, նոր դրանց հետո հանգիստ խղճով, հանգիստ հոգով այդ աղոթքը անենք ու հասկանանք ինչ ենք աղոթում։ Եկեք լինենք այն մարդը, որ իրականում թույլ կտա, որ Աստված, բարի Աստված արտահայտվի մեր միջոցով։ Եվ նա գրավի ոչ թե մենակ մեր սիրտը, այլ մեր մարմինն էլ։ Դրա համար Պողոսը ասում է. «Արդ աղաչում եմ ձեզ, ձեր մարմինները կենդանի զոհ հանձնեք Աստծուն»։ Եվ կենդանի զոհ հանձնելու համար մենք մենակ ունենք մեկ կամուրջ, դա քո որոշումն է։ Երբ որ դու կվերցնես կենդանի աղբյուրից, Հիսուսը ասում է, ով իմ ջուրը կխմի, նրա մեջ կենդանի ջրերի աղբյուր կլինի։ Արդեն դա քո մեջ է։ Դու չես գնում քո հովիվից ուզում մյուսին տալ, ոչ, արդեն դա քո մեջ է։ Դու չես գնում ինչ-որ մեկին հարցնում, ո՞նց անեմ այս բարի գործը, ո՞նց անեմ այն բարի գործը, ոչ, դա արդեն քո մեջ է այս կենդանի աղբյուրը։ Նրա փորից, գրածա որովայնից կենդանի ջրեր կբխեն։ Կարաս թույլ տաս, որ քո մարմնից կենդանի ջրեր բխեն։ Երբ որ դու քայլում ես Հիսուսի համար, երբ որ քո ձեռքերը ծառայում է Հիսուսին, երբ որ քո շուրթերը խոսում է նրա խոսքը, դա նշանակում է, որ քեզանից կենդանի ջրեր է բխում։ Կարանք այս ջրերը այսպես այնքան շատ ուր գնում եք, թող այս ջուրը բխի։ Ուզում ենք եկեղեցին մեծանա։ Ուզում ենք մեր ընտանիքները փրկված լինեն բոլորը։ Ուզում ենք մեր շրջապատը, մեր բարեկամները, հարազատները շատ փրկված մարդիկ տեսնենք։ Թույլ տուր, որպեսզի Աստված իր ջուրը բխեցնի քո միջոցով։ Թույլ տուր։ Եկեք մեր կրոնական կարծրատիպերը այսօր մի քիչ փոխենք։ Եկեք ռեալ նայենք։ Սա ուղղակի սա գործողություն է, որ մենք պետք է անենք։ Սա միտեղ հոգևոր դիսցիպլինա է, որ մենք պետք է վերցնենք ու օգտագործենք։ Առակաց 4:23 կարդամ։ Ամենից ավելին քո սիրտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Սա այն բանն է, որ նոր ասացի, նոր կարդացի։ Այնտեղ է կյանքի աղբյուրը։ Եվ գիտեք, երբ որ սատանան պատերազմում է այդ կամուրջի վրա, ինքը ունի մեկ նպատակ։ Գիտեք սատանայի նպատակը որն է։ Որպեսզի գողանա, կործանի, սպանի, խավար լցնի, մահ լցնի այնտեղը, որտեղ դու աղբյուր ունես։ Երբ որ մենք էլի տեսեք սատանան էլ չի կարա շրջանցի, ինքն էլ չի կարա շրջանցի այդ կամուրջը, գա ու միանգամից մտնի քո սիրտ, որտեղ որ Աստված քեզ կյանք է տվել, որտեղ որ կենդանի ջրերի աղբյուր կա, որտեղ հենց լույսը կա։ Նա չի կարա շրջանցի, նա իրավունք չունի, որտեղ մենք ստեղծված ենք Աստծո նման պատկերով, Աստծո նմանությամբ, որտեղ ունենք ընտրություն։ Եվ մեր ընտրությունը ոչ Աստված է շրջանցում, ոչ էլ կարա սատանան շրջանցի։ Բայց նա պայքարում է, որպեսզի գա քո սիրտ։ Տեսեք հիմա ոնց է այս պայքարը գնում։ Աստված քո մեջ է, քո մեջից է, իսկ սատանան դրսից է։ Սատանան ուզում է ներխուժի, նրա առաջին կետը նպատակը, որպեսզի ներխուժի քո սիրտ։ Եվ որպեսզի նա հասնի իր ուզածի, ներխուժի քո սիրտ, ինքը կամաց էլ եմ ասում, ինքը սկսում է քեզ ցանել քո մեջ, արտաքնից։ Էս արա, այն արա, դու հասկանում ես, որ մեղքը վատ բան է, բայց ասում է, մի փոքր արա էլ ինչ կլինի։ Մի փոքր։ Լավ, շատ չես ծխում, մի հատ ծխի։ Շատ վատ բան չես նայում, մի հատ նայի, լավ։ Օրինակներ եմ սրանք ասում։ Մի փոքր։ Գիտեք, սատանան սենց է խաբում, մի քիչ։ Ու այդ մի փոքրը տեղա թողում, տեղա թողում, տեղա թողում,
տեղ է թողում, ինքը կառուցում է իր արքայությունը քո կամուրջի վրա։ Ինքը կառուցում է իր հաստատությունները քո կամրջի վրա։ Բայց գիտես, քո կամուրջը, քո շունչը պետք է միշտ ազատ ու մաքուր լինի Տիրոջ համար։ Դրա համար Աստվածաշնչում գրած այն մարդը, ում բերանի բառերը լրիվ մաքուր են, նա կատարյալ մարդ է։ Նա հասել է ինչ-որ բանի։ Երբ որ մեր բերանի բառերը մաքուր է, դա նշանակում է մենք ստեղ պատերազմը հաղթել ենք։ Հիսուսը, տեսեք, առակներում ասում է, ամենից պահպանեք ձեր սիրտը, որտեղ սրտից է կյանքի աղբյուրը։ Գիտեք, սատանայի ուզածը, որ ներխուժի քո սիրտ։ Գա քո սիրտ, որպեսզի սպանի։ Ինքը քեզ բան չի կարա անի։ Ինքը քեզ չի կարա ոչ մի բան անի, մինչև ինքը չներխուժի քո սիրտ, բայց ինքը կամաց քեզ սովորացնում է մեղ գործել։ Քեզ սովորացնում է մեղ գործել։ Հենց դա դառնում է քո համար բնական, ինչա կատարվում անօրինությունների պատճառով մարդու սերը ինչա լինում մարում է։ Աստծուն սատանային հակառակվում է Աստծու սերը, Աստծու լույսը, որպեսզի նա չի կարա գա այնտեղ, որտեղ լույս է, որտեղ սեր է։ Ինքը չի կարա, որտեղ ինքը խավար է։ Բայց երբ որ անօրինությունների պատճառով, երբ որ դու թույլ ես տալի անօրինությունները քո կյանքում, թեկուզ մի քիչ շարունակվեն, դրանք դառնում են շատ։ 10 հատ փոքր անօրինությունը դա արդեն մեծ անօրինություն կարելի անել։ Մեկ գումարածինը հավասար է 10։ Եվ երբ որ հավատքը մարում է եւ սերը մարում է, սատանան կարողանում է ներխուժել քո սիրտ եւ սպանել այն ամենը, ինչ որ Աստված տվել է, եւ պղտորել այն ամենը, ինչ որ Աստված տվել է, եւ ծածկել այն աղբյուրը, որ Աստված քո մեջ խորացել էր, փորել էր, որտեղ ջրով էր լցրել, եւ որտեղ միշտ ջուր կա։ Գրածա Հակոբը աղբյուրներ էր փորում, բայց թշնամիները գալիս էին ու ծածկում էին այդ աղբյուրները։ Սատանային մի թույլ տուր, որպեսզի գա ծածկի այն աղբյուրը, որ Աստված է քեզ տվել։ Պահպանի քո սիրտը սիրո մեջ։ Եվ ոնց անեմ, որ ես միշտ սերը վառ լինի եւ սատանան չկարողանա ինձ մոտիկանալ իմ սրտին։ Ոնց անենք։ Միշտ ապաշխարող լինեք։ Միշտ հիշեք Տիրոջ զոհը ձեր համար, միշտ հիշեք այդ վարձքը, որ Տերը տվեց ձեր փրկությունների համար։ Երբ որ մենք միշտ հիշենք, երբ որ Տիրոջ խաչը միշտ լինի մեր աչքերի առջև, գիտես քո սերը չի մարի։ Դու միշտ կհասկանաս, որ Տերը քեզ այնքան սիրեց, Տիրոջ սիրոց է մեր սերը վառվում։ Մենք պետք է հասկանանք Աստծու սերը։ Եվ գործի դնենք այն հավատքը, որ Աստված մեզ տվել է։ Մի քանի տեղել եմ կարդում, հետո աղոտ կանենք։ Հռոմեացին 12:2 Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին եւ կատարյալը։ Այստեղ պարզ ցույց է տալիս Տերը, թե մենք ոնց կարանք կերպարանափոխվենք դեպի Աստված, բայց ոչ թե այս աշխարհ։ Մի կերպարանափոխվեք այս աշխարհի կերպարանքով։ Մի նայի ով ոնց է հագնվում, տենց հագնվի։ Մի նայի ով ոնց է խոսում, տենց խոսա։ Աստծո խոսքը ասում է, թող ձեր բերանի բառերը մի շնորհքով լինեն, Աստծո շնորհքով լցված լինեն։ Այս աշխարհը իր լեքսիկոնը ունի, իր խոսելաոճը ունի։ Եկեք մեր խոսելաոճը լինի Հիսուսի խոսելաոճը։ Եկեք մեր բերանի բառերը լինի Հիսուսի բառերը։ Մեզ լսողը թող Հիսուսին լսի։ Մեզ տեսնողը թող Հիսուսին տեսնի։ Այլ վերափոխեք ձեր միտքը նորոգությամբ։ Վերափոխեք ձեր միտքը նորոգությամբ։ Ասա ես ուզում եմ նորոգվեմ։ Տեր նորոգի իմ միտքը, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը։ Ստեղ ինչա միանում ես ամեն ինչին, երկյուղը։ Միշտ պետքա քննենք, որպեսզի մեր միտքը նորոգվի, ինչ պետք է անենք։ Միշտ պետքա քննենք Աստծու կամքը։ Այն խոսքը, որ դու արդեն գիտես, այն խոսքը, որ դու կարդացել ես, այն խոսքը, որ դու լսել ես, այն խոսքը, որ քո մեջ արդեն ապրում է։ Այդ ջուրը, այն կյանքի ջուրը, որ քո մեջ արդեն ապրում է։
Աստված, որ քո մեջ արդեն ապրում է, ասում է, վերաքնդեք ձեր մեջ, թե Աստծո կամքն է դա, թե ոչ։ Գիտեք, ամեն անգամ, երբ որ դու կանգնած ես ինչ-որ մի հարցի շուրջ, ինչ-որ մի ընտրության դիմաց, միշտ հիշի Աստծո խոսքը։ Մի վրազի, արագ ընտրություն մի արա։ Գիտես, սատանան քեզ բրթելու է, հորդորելու է, որպեսզի դու շատ արագ շտապ ընտրություն անես։ Կյանքում մի շտապիր։ Կյանքում մի շտապիր, շտապել էդի Աստծուց չի։ Շուտ ընտրություն անելը, շուտ խոսալը, շատախոսությունը դա Աստծուց չի։ Արագ քայլանելը դա Աստծուց չի։ Եկեք վերցնենք Աստծո խոսքը ու քննենք ինքներս մեր մեջ։ Տեր, սա քո կամքն է թե ոչ։ Հիսուս դու սենց կաներ թե ոչ։ Հարցի առաջ եմ կանգնած։ Տեր Հիսուս դու կաներ սենց թե ոչ։ Ես համոզված եմ, որ Աստծո խոսքը ձեր մեջ ձեզ կհուշի։ Կասի կաներ թե չէ անի։ Ու դուք պատկերացրեք Հիսուսին կաներ թե չէ անի։ Դուք պատասխան կստանաք։ Եվ երբ որ մենք սկսենք սենց ապրենք, մեր կամուրջը լի կլինի Աստծո խոսքով։ Լի կլինի Աստծով եւ կամուրջի վրա, որտեղ միշտ պատերազմ է գնում, հաղթանակ կլինի։ Հաղթանակ կլինի, Աստված կհաղթի։ Եվ երբ որ Աստված հաղթում, Աստծո խոսքը հաղթում է քո ընտրությունով, Աստված սկսում է արտահայտել քո մարմնի միջոցով, քո ուրախություն։ Դու կարող ես sense սիրուն ժպտաս մեկին դա լինի ծառայություն։ Հասարակ մի ժպիտ։ Դա կարա ծառայի մի մարդու, ով շատ տխուր էր, բայց այդ քո ժպիտը իրան կարա ուրախացնի։ Քո մի լավ խոսքը կարա իրան ուրախացնի։ Թող քո էմոցիաները, քո կամքը, քո ընտրությունները, քո միտքը լցված լինեն Աստծով, որպեսզի արտահայտվեն այս մարմինի միջոցով այս աշխարհում։ Գիտես, սիրելի, սա է իրական ծառայությունը։ Սա քրիստոնեությունն է։ Սա այն քրիստոնեությունն է, որը որ ապրում է եւ շարժվում է, եւ երբ որ դու ապրում ես քո քրիստոնյա կյանքով, քո հավատքը ինչ է լինում, ավելանում է։ Տեր Հիսուս մեզ հավատք տուր, որպեսզի ուժեղ լինենք, ինչքան հավատքը շատ եղավ, այնքան ուժեղ ես լինելու։ Ինչքան հավատքը շատ եղավ, այնքան սատանան դողալու է, սարսափելու է քեզանից ու փախնելու է քեզանից։ Ուզում ես սատանան փախնի քեզանից, քո ընտանիքից, քո երեխեքից։ Սատանան պետքա դողա քո հավատքից։ Եվ միակ տեղը, որ Աստված մեզ սովորացնում է, որպեսզի մենք ունենանք հավատ, դա իր խոսքն է, եւ երբ որ իր խոսքը ապրում է մեր մեջ։ Երբ որ իր խոսքը գործում է մեր մեջ, ոչ թե ծածկված է ինչ որտեղ մենք գիտենք, որտեղ դու սենց ես ասում, բայց դու ապրում ես իմ խոսքով։ Սկսի ապրել Հիսուսի խոսքով։ Լցրու քո շունչը, քո անձը նրա խոսքով։ Ներշնչված եղի Տիրոջ խոսքով, որպեսզի քո շունչը կյանք ունենա ու ապրի, եւ սատանան քեզանից կփախնի։ Սատանան կվախենա քեզանից։ Աստված ասում է. մի վախեցեք նրանցից, ով ձեր մարմինը կսպանի։ Վախեցեք այն թշնամուց, ով կամած իր հաստատությունները կդնի եւ կգա քո անձը եւ քո հոգին կսպանի, որտեղ որ իշխանություն կունենա քո անձը նետելու գեհենը։ Այս սրանից պետք է վախենանք։ Դու կարաս նոր ծնունդ ունենաս, դու կարաս քրիստոնյա կոչվես, դու կարաս ասես ես արդար եմ, բայց Հիսուսը ասում է վախեցի։ Մեկ բանից պետք է վախենանք, որպեսզի հանկարծ սատանան այն կամուրջի վրա, որ միշտ ուզում է պատերազմի եւ միշտ էլ լինելու է այդ պատերազմը, հանկարծ նա չհաղթի, որովհետեւ երբ որ նա հաղթեց, նա գալու է քո լույսը խավարա վերածելու։ Եկեք ոտքի կանգնենք, աղոթք անենք։